ուղիղ եթերում ենք արդեն պիտի սկսենք, հիմա տեսա որ Զարուհի Փոստանջյանը ուղիղ եթերում է, ժամը 4-ին պատրաստում են Վարդան Ղուկասյանին տանել դատարան, գիտեք որ երեկոյանից աղմուկ է բարձրացել, շատ ծանր ծայրահեղ վիճակում է Վարդան Ղուկասյանը, խոշտանգումները մեր քաղբանտարկյալների նկատմամբ շարունակվում են, դա գրեթե առանց բացառության տարածվում է բոլորի վրա, Նարեկ Սամսոնյան, Սամվել Կարապետյան, 4 սրբազաններ, Վարդան Ղուկասյան, Դավիթ Համբարձումյան, Աշոտ Մինասյան, բոլորի ուղղությամբ գիտեք որ Աշոտ Մինասյանի վիճակը բոլորը գիտեն թե ինչ ծանր հիվանդություններ ունի, բոլորը գիտեն որ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը ծանր հիվանդություններ ունեն, դե մյուսներին էլ իրենց խոշտանգումներով են հասնում նրանց, մարդիկ կան սառնամանիքի մեջ պահելով հասել են նրան, այո հենց այդպես էլ կարելի ասել որ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբոր է տանում և կովիդ և այսինքն այս մարդիկ ամեն ինչ են վիճակի, նախորդ հաղորդման ժամանակ էլ ասեցի, հիմա էլ ուղղակի խնդրանքս դիմումը Նարեկ Սամսոնյանը դադարեցնի հացադուլը, որովհետև իսկապես սա լուրջ խնդիր է, մեր ընդդիմադիր էլիտան այն գիտակցումը չունի, որ մենք օկուպացված ենք և գործ ունենք օկուպացիոն ուժերի հետ և պետք չէ դուք էլ կհաստատեք Տիկին Զորաբյան իրենց գթության վրա գթասրտություն կբանեցնեն և իրենք կորոշեն որ ինչ-որ քայլեր գնալ, ոչ, հիմա Տիկին Զորաբյանը գալիս է օմբուդսմենի գրասենյակի մոտից, այնտեղ ակցիա էր, պետք է խնդրեմ ներկայացեք ինչ տեղ ունեցավ, ինչ պահանջով և եթե նոր ինֆորմացիա ունեք, Նարեկը հիմա ինչ վիճակում է և ինչ դիմում ունեք, խնդրեմ։ Ես գալիս եմ օմբուդսմենի գրասենյակի մոտ ակցիա էր իրականացվում, որպեսզի օմբուդսմենը, որը ազգային ժողովում տիկինը, որը շատ լավ երգում ապարզվեց և դրանով զբաղված, ով 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին ոչ միայն ինքը չի այցելել, այլև մի պարզագանքման որևէ ջոկատ չի այցելել Նարեկ Սամսոնյանին։ Ես չգիտեմ այդ կինը ծանոթ է իր պարտականություններին, որով ինքը ստանձնել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թե ոչ, կարծում եմ տեղյակ է, բայց իրեն պարզապես թույլ չեն տալիս կառավարությունից այցելել 11-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ 2019 թվականի հունվարի հենց այս օրերին 44-օրյա հացադուլից հետո մահացավ լրագրող խմբագիր Մհեր Եղիազարյանը։ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում իմ աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Վերջերս այդ նույն դատարանում էի, մեկ այլ քաղբանտարկյալի գործով դատական հսկիչներից մեկը ասեց ձեզ բան ունեմ փոխանցելու, մտածեցի ինչ պիտի ինձ փոխանցի և բերեց իմ այս սև հովարը, որով մենք արդեն մահացած Արմեն Գրիգորյանին հով էինք անում, մտածելով որ պարզապես շոքից է նրա ինքնազգացողությունը վատացել։ 11 օր առողջական լրջագույն խնդիրներ ունեցող Նարեկ Սամսոնյանը, որը պլանային նախատեսված վիրահատություն ուներ դեկտեմբեր ամսին, նոյեմբերին արդեն կալանավորվում է, Նարեկը և Վազգենը 65 օր կալանքի տակ են և Նարեկը կալանավորված է միայն նրա համար, որ օգտագործել է հետույք բառը, կրկնում եմ, բացեք մեղադրական եզրակացությունը, եթե որևէ այլ ձևակերպում Ալեն Սիմոնյանի, ով տղաներին անվանել էր շան լակոտներ, դրանի պատասխան Նարեկը օգտագործել է հետույք բառը և այսօր Նարեկ Սամսոնյանին սպանում են Արմավիր քրեակատարողականի պատժախցում։ Նարեկն ու Վազգենը որտեղ են, Ալենը որտեղ է, շան լակոտներ ասելու համար և բաներ բարբաջելու համար որտեղ է, ազգային ժողովում լավ ենք անում, ստանում ենք այդքան, մենք արժանի ենք, լավ ենք արել, այդքան պրեմիա ենք ստացել, էլի ենք ստանալու և մենք արժանի ենք, մենք պետք է շատ լավ հագնվենք, որովհետև դա մեզ հասնում է։ Այսօր ի պատասխան լրագրողների հարցին այդքան բազմամիլիոնանոց պարգևավճարներ ստանալու, ասել է Ալեն Սիմոնյանը, ասել է լավ ենք անում, այո ստացել ենք, էլի ենք ստանալու, որովհետև մենք պիտի լավ ապրենք ու մենք պիտի լավ հագնվենք։ Սա ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունում գրանցված
560,000 հասնող թոշակառուներին, որոնց գերակշիռ մեծամասնությունը հիմա չասեք չէ, այդպես ա եղել, անգամ 21 թվականին գնաց եւ ընտրեց Նիկոլ Փաշինյան, նորից միացրեք, քիչ առաջ ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, լավ ենք արել, էլի ենք ստանալու, լավ պետք է ապրենք, լավ պետք է հագնվենք։ Սա այս մասով, բայց ես ուզում եմ վերադառնալ մեր քաղաքական կալանավորներին։ Այսօր 50-ից ավել մենք քաղաքական կալանավորներ ունենք, 4 սրբազան, թեմերի 4 առաջնորդ, Աշոտ Մինասյանը, հանրահայտ, ով բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, Դավիթ Համբարձումյանը, որի խափանման միջոցը 40 րոպեից քննարկելու է դատարանը, Դավիթը կալանավորված է ոչ մի բանի համար, չկա տուժող, եւ այն անձինք, ովքեր իբր տուժող էին ճանաչվել, նախորդ դատական նիստին չէին եկել, որտեվ այդ մարդիկ դեռ 18 թվականին են ասել, Դավիթ Համբարձումյանը այս միջադեպի հետ որևէ կապ չունի։ 18-ի արդարների գործով անցնողներ, բազմաթիվ անմեղ մարդիկ այսօր գտնվում են անազատության մեջ, որովհետև եվրոպական կառույցները թքած ունեն իրենց իսկ դավանած արժեքների վրա, որովհետև ինչպես անընդհատ ասել եմ, հիմա էլ պիտի կրկնեմ, ինչպես ասեց ինձ Եվրոպական միության բարձրաստիճան մի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մեր տղան է, եւ Նիկոլ Փաշինյանը այն կատարյալ միջոցն է, որով մենք Հարավային Կովկասում մեր հարցերը լուծելու ենք Ռուսաստանի հետ, այսինքն Ռուսաստանի հետ մարդաբոյի, բլիժնի բոյի համար այսօր քրեակատարողական հիմնարկներում սպանում են, խոշտանգում են մարդկանց, պատկերացնում եք, ինչքան պիտի պատվեր կատարող լինես, ինչքան պիտի մեջդ այսքան մարդ չլինի, որ գնաս Նայիրի հիվանդանոց, որտեղ երկկողմանի թոքաբորբից եւ կովիդից սիստեմա էր ստանում Սամվել Կարապետյանը, ստիպես, որ սիստեման հանեն եւ մարդուն տանեն քրեակատարողական հիմնարկ, դուք հասկանում եք այդ կատարողներ, որ վաղը գալու է ձեր պատասխան տալու ժամանակը, մի հատ մադամ կար, հիշում եք, որ ինքը իր մասին ասում էր, ես կալանքի թագուհին եմ, ով զանգել էր իր գործընկերներին եւ հպարտանում էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանք տալով եւ գործընկերոջը ասում էր, նապաստակ եմ դրե դուխովկեն, այսօր իրիկունը եկեք նապաստակ են գզելու, հենց այդ բառերով, ես մեջ եմ վերում ձայնագրությունից բառերը, հետո որտեղ հայտնվեց այն կինը, որ Արմեն Գրիգորյանի դատարանում մահվանից հետո թառել էր սպիտակ համերին ու գրել էր, ես պրոբլեմ չունեցավ, ունեցավ, հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիայի գործով է անցնում այդ դատավորը, բոլոր նրանք, ովքեր այսօր անխղճաբար կատարում են ռեժիմի պատվերը եւ որևէ մեկը չի ըմբոստանում ասելով դե մենք ընդամենը կատարող ենք, կատարողներ, ձեր հատուցման ժամանակը եւս գալու է, ինչքան պիտի մարդ չլնեք, որ մարդու ձեռքից սիստեման հանել տակ եւ տանեք քրեակատարողական հիմնարկ։ Ես իհարկե առանձնապես հույսեր չունեմ, բայց շարունակում եմ հետեւողականորեն նամակներ ուղղել միջազգային բոլոր կառույցներին, իհարկե վստահ լինելով, որ նրանցից որևէ արձագանք չի լինելու։ Եվ հիմա ուզում եմ անդրադառնալ ռազմագերիների թեման, մենք տեսանք, որ Իմիջիայլոց չկար, դուք ասացիք Նարեկի այդպես ակցիային էիք մասնակցում, դեռ այս պահին էլ չկա եվրոպական որևէ կառույցից արձագանք չկա, ավելին Նիպի գրասենյակից դուրս եկան, այնտեղ ակցիան այսպես էր, Նարեկ Սամսոնյանի 11-օրյա սնունդը, կալանավայրի սնունդը, այդ փոքր սնունդը, այսպես փաթեթավորված, որտեղ Նարեկը հրաժարվել է սնունդից, դրված էր Միպի աստիճաններին, այսինքն հանձնված էր Միպին, որ ինքը ուտի
այդ տիկինը ինքը ուտի նարեկի չկերած սնունդը, այնտեղ աշխատողը դուրս եկավ եւ աղբամանի մեջ ցինիկաբար այդ կինը սկսեց լցնել այդ սնունդը, այսինքն նույնիսկ հարկ չհամարեց օմբուդսմենը դուրս գալ կամ մի որևէ ներկայացուցիչ որևէ adekvat պատասխան տալ եւ ասել, որ կգնան Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեսակցելու նարեկին, որտեղ 3 նարեկի ինքնազգացողությունը վատացել է եւ 4 ժամ ա տևել, միջև նրան Արմավիրից տեղափոխել են Էջմիածին կլինիկա։ Պատկերացնում եք, մարդը նախաինֆարկտային վիճակում, շտապօգնությունը հասել է ժամ ու կես հետո, 2 ժամ էլ տևել է, միջև Արմավիրից հասցրել են մի քանի քայլ այն կողմ գտնվող բժշկական կլինիկան։ Բայց ես ուզում եմ, քանի որ շատ է խոսվում ռազմագերիների թեմայով եւ դուք գիտեք, որ ես շարունակում եմ շատ ֆունդամենտալ զբաղվել Բաքվում գտնվող մեր ռազմագերիներով, անդրադառնալ այս խնդրին։ Այո, շատ լավ է, որ մեր 4 հայորդիները վերադարձան, որոնցից 2-ը Վագիվ Խաչատրյանը 70-ամյա, որի 70-ամյակը լրացավ Բաքվի բերդում, եւ Վիգեն Էուլջեքյանը, որը լուրջ առողջական ողնաշարի խնդիր ունի, դուք տեսաք, որ Վիգենը ուսին հատուկ էսպես միջամտական գործիքով էր կարողանում քայլել, ազատվեցին դե 2 տղաները Սուջանը եւ մյուսը Դավիթը, նրանք ընդամենը դիրքեր հաց էին տարել։ Տղաները եւ Վիգենը ու Վագիվ Խաչատրյանը, որին իդեպ առաջիկա օրերին վիրահատելու են, որտեղ Վագիվ Խաչատրյանին առևանգեցին Հակարի կամրջում Կարմիր խաչի մեքենայի միջից, որ նա գալիս էր Երևան սրտի բաց վիրահատություն տանելու։ Շատ լավ է, ես ուրախ եմ այդ ընտանիքների համար եւ առաջինը ես եմ շնորհավորել Լինդային, Վիգենի կնոջը եւ ես եմ շնորհավորել Վերային, Վագիվ Խաչատրյանի աղջկան, որովհետեւ ես գիտեի թե ինչպես են նրանք ամեն մի հույսից կարճում։ Լինդան, այո, իրենք ընդամենը գրառումներից են իմացել եւ որդին Սերժոն Վիգենի, որ իրենց հայրը այլևս Հակարի կամրջով Հայաստանում է։ Բայց ես ուզում եմ մենք արձանագրենք, որ 4 ռազմագերիները ազատ են արձակվել 2 մարդասպան լեգիոներ վարձկան սիրիացիների հանձնելով։ Եթե դա տարբերակ էր, ես կրկնում եմ, ես մեծապես ուրախ եմ, որ նրանք այլևս իրենց ընտանիքների հետ են եւ առաջիկայում Վիգենը կմեկնի Լիբանան իր որդու հարսանիքը անելով, որը անընդհատ հետաձգվում էր այն հույսով, որ իրենց հայրը կվերադառնա։ Բայց ես հարց եմ ուզում տամ, եթե հնարավոր էր, ինչու այդ 2 վարձկանների գլխի համար, որոնց գլուխը ինչպես հասկացանք Ալիևի համար անչափ կարևոր է, չեն պահանջվել նաև Էրդողանի համար, որտեղ ինչ-որ բաներ են տիրապետել։ Որտեղ այո, դե այդ որտեղ կարող է բացահայտվել, որ Էրդողանը հատուկ ահաբեկիչներ է բերել թուրքերի մասնակցության մասին եւ այլն, կարող են իշխանապողություններ եւ մյուս իշխանություններ այդ ամենը բացահայտեին։ Չէ, բա ժամանակին 44-օրյայի օրերին, որ Թուրքիայից սիրիացի ահաբեկիչներ են ինքնաթիռով հատուկ ռեյսով բերվել Արցախ։ Բայց եթե հնարավոր էր եւ այդ 2 սիրիացի վիժվածք լեգիոներ ահաբեկիչների գլուխը այդքան կարևոր էր, ինչի դրանց դիմաց չպահանջվեց մեր մյուս ռազմագերիները, որոնք հենց ջերմուկի այո, այն բազմակի, որ մտավ Սիսիանում, որ մտավ եւ պղնձամոլիբդենայինի աշխատողին սպանեց, հեռախոսն էլ գողացավ։ Հետո բանտիկը կապեցին վրան, հանձնեցին Քաշաթաղի 2 մարդասպաններին, լողացրեցին, մեկի ատամները սարքեցին, մեկի լիարդը բուժեցին, վիրահատեցին, կներեք, լեղապարկը հանձնեցին եւ դրանց դիմաց Հայաստանը որևէ Հողատոեդոն ասում էր կսովածանան կգնան ջերմուկում շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցիներին, ինչու չպահեցիք եւ դիմացը չստացաք բոլոր գերիներին, ինչի Սյունիքի մյուս գերիների, որ գնում այն մեքենայի մոտ նստելուց ասում է ինչ անենք, Նիկոլն ասում է շուտ վերադարձեք, ինչու չպահեցիք, որ հիմա փոխանակենք եւ մյուս գերիներին ստանանք, ինչու։ Այո, ես իհարկե ուզում եմ հուսալ, որտեվ
ամեն դեպքում Եվրոպական միությունից այդպիսի որոշակի պոզիտիվ ազդակներ կան, քանի որ մայիսի 8-ին Հայաստանում նախատեսված է Եվրոպական միության գերագույն սամիթը, Ռուսաստանի ինադու, Արևմուտքը եւ Եվրոպական միությունը ամեն ինչ անի, որ մի քանի ռազմագերի եւս ազատվի, բայց գիտեք, սա հարցի լուծում չէ։ 20 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ կրակի դադարեցումից հետո բոլոր գերիները պիտի հանձնվեն, բոլոր դիակները պիտի փոխանակվեն 6 տարի է անցել այդ հայտարարությունից, Բաքվի բերդում մենք ունենք այս պահին Ալիևի կողմից ընդունված, ասում է այս 19-ն ա ու վերջ, բայց իրականում դրան գումարեք եւս 80 ռազմագերի, որոնց ճակատագիրը հայտնի չէ, բայց ես եմ անձամբ եվրոպական կառույցներին հանձնել տեսանյութեր, ես գիտեմ, որ մյուս կազմակերպությունները իրավապաշտպան եւս հանձնել են, որտեղ հստակ երևում է ինչպես են տղաները շրջափակվում կամ ինչպես են զենքը դնում եւ գերեվարվում։ Առ այս պահը այդ տղաների ճակատագրից ոչինչ հայտնի չէ եւ Ալիևը համառորեն պնդում է, որ նրանք Բաքվում չեն, երբ որ կան տեսանյութերը եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պահանջել է Ադրբեջանից տալ պարզաբանումներ նշյալ տեսանյութերի հետ կապված եւ ասել նրանք հանձնվել են գերի, ինչ է եղել այդ տղաների հետ։ Բայց ես ուզում եմ միջև մի քանի խնդրի եւս անդրադառնալը, միջև թրիփին, այդ միջանցքին անդրադառնալը, նաեւ կանդրադառնանք Հական Ֆիդանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, մի հերթական ինձ համար շոկային բանի մասին խոսել։ Գիտեք, ես ինձ համար որոշում եմ կայացրել այլևս ոչ մի վատ բառ չօգտագործել, բայց գիտեք, ինձ համար զարհուրելի էր, երբ որ ես տեղադրեցի նյութեր, ինչպես էր Լինդան գրկում իր ամուսնուն Վիգենին, ես տեղադրեցի նյութ, որ ինչպես են Սամվել Կարապետյանին Նայիրի կլինիկայից տանում քրեակատարողական հիմնարկ, տեղադրեցի նյութ, ինչպես է ինքնազգացողությունը Նարեկ Սամսոնյանի վատացել, եւ գիտեք, ինձ համար զարհուրելի էր, որ այդ նյութերի տակ խրախճանում էին իրենց ռեխը, իրենց երախը բացել էին կանայք։ Ես կրկնում եմ, ես եթե այսին որոշումը կայացրած չլինեի, այս եթերից կասեի, թե դուք ինչպիսի կանայք եք, որ կարող եք մարդու ողբերգության վրա զվարճանալ եւ դուք ինչքան չկայացած, ինչքան չսիրված կանայք եք, որ տեսնում եք, թե ինչպես է Լինդան գրկել իր ամուսնուն, ձեր երախը բացել եք եւ ամենանողկալի գրառումներն եք անում։ Լավ դուք չեք ամաչում, լավ դուք ոնց եք ապրում այդ ձեր ներքին տոքսիզմով, այդ ձեր ներքին չարությամբ, անգամ Զարա Արամյանի, դերասանուհի Զարա Արամյանի մահվան լուրը դրել եմ, տակը կանայք իրանց ինչ ասեմ, փթած երախը բացել եւ հրճվում են։ Լավ դուք ոնց եք ապրում։ Ես այնքան եմ ուզում հավատալ, որ իրականում ես ստուգում եմ, տեսնում եմ հայ անուն ազգանունով կանայք են։ Ես այնքան եմ ուզում հավատալ, որ իրականում դրանք հայ չեն, դրանք ադրբեջանական ֆեյքեր են, բայց երբ որ որոշների էջերը մտնում եւ տեսնում եմ ընտանեկան վիդեոներ, իրանց թորներին գրկած կնունք են անում եւ ասում են լավ եղավ, որ Նարեկ Սամսոնյանը վատացավ, ես ասում եմ մեկ բառ, դուք Աստծուց եք ստանալու այդ ձեր ատելությունը, այդ ձեր ներքին տոքսիզմը, դուք տոքսիկ եք հասկանում եք, դուք թունավոր եք եւ այդ ձեր ներքին մաղձի, չարության, այդ ձեր տոքսիզմի պատասխանը դուք Աստծուց եք ստանալու։ Մենակ Աստծուց մի բան եմ խնդրում, որ Աստված պատասխանի ձեզ անձամբ չար, ու գիտեք, բոլորը կանայք էին, մի հատ տղամարդ չկար այդ խրախճանողների մեջ եւ շատ եմ ուզում, որ Աստված ձեզ բումերանգը ձեր չարության վերադարձնի ձեզ եւ ոչ թե ձեր զավակներին, որտեվ ձեր զավակները մեղավոր չեն, որ իրենց մայրը պարզապես հրեշ է, դուք հրեշ եք, տիկնայք։ Ես չէի կարող սա չասել, որովհետեւ Զարա Արամյանի մահվան լուրի տակ երախը բացած կանայք,
Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողության վատացման լուրի տակ երախբաց կանայք, այդ թվում երիտասարդ աղջիկներ, Սամվել Կարապետյանը, որ վատացել է սիստեման ձեռից պոկել, տարել են քրեակատարողական հիմնակ, տարեց կանայք, որ գրել են լավ եղավ, էդ իրան քիչ է։ Հասկանում եք, դուք ոնց եք ապրում, ձեր սեփական չարությունը ձեզ ոնց չի խեղդում, դուք ոնց եք ապրում, դուք հասկանում եք, որ աշխարհում ամեն ինչ բումերանգ է եւ դուք ձեր չարության, ձեր ատելության պատասխանը ոնց էլ պատտվեք ստանալու եք, ինչի եք այդքան չար, որևէ մեկը մեղավոր չի ձեր չստացված կյանքի համար, որևէ մեկը մեղավոր չի, որ դուք սիրված չեք, որովհետեւ միայն չսիրված կինը կարա այդքան թունավոր եւ այդքան տոքսիկ լինի, մենք մեղավոր չենք դրա համար եւ դուք գիտեք ինչի սիրված չեք, որովհետեւ չար եք, որովհետեւ ձեր մեջ ձեր սաղ բովանդակությունը թույն է, մաղզա, տոքսիկա, չարությունա, բայց դրա պատասխանը հավատացնում եմ ձեզ դուք անպայման ստանալու եք։ Սա այս մասով եւ ուզում եմ շատ մի լրջագույն խնդրի անդրադառնալ, այդ մասին շատ խոսվեց նաև այս օրերին ձեր հարթակում, մենք տեսանք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը այսպես հպարտ հայտարարեց, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներով, այսինքն Թուրքիայի քաղաքական էլիտան իր բան ու գործը թողած, սա օրը հետևում է, թե Հայաստանում ինչ սոցիոլոգիական հարցումներ կան եւ այդ սոցիոլոգիական հարցումներով ըստ Հական Ֆիդանի առաջատարը Նիկոլն է եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաջողություն մաղթեց Նիկոլին եւ ասաց, որ Թուրքիան աջակցելու է, որ Նիկոլը վերընտրվի։ Բա ուր եք, այդ որ ասում եք Սալավյովը, որին իդեպ ես համարում եմ վատ եւ խայտարակ պրոպագանդիստ, դա իմ անձնական կարծիքն է, Սալավյովը իր անձնական կարծիքը հայտնեց, Մարիա Զախարովան էլ ասաց, Սալավյովի կարծիքը Ռուսաստանի պաշտոնական տեսակետը չի, բա Հական Ֆիդանը ներկայացնում է Թուրքիայի պաշտոնական տեսակետը, որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար, բայց ինչի չեք ասում ես Հական Ֆիդանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին եւ ասում է Թուրքիան աջակցելու է Նիկոլի վերընտրությանը։ Մի տարի առաջ էլ թուրք հայտնի բլոգերներից մեկը հայտարարեց, որ Նիկոլի իշխանությունը պետք լինի պահել, Թուրքիան հատուկ ջոկատայիններ պիտի ուղարկի Երևան, նման է Սալավյովի հայտարարությանը, բայց այդ ժամանակ ինչի բոլորը չկանգնեցիք հերոսաբար ազգային ժողովի ֆոնին եւ ոնց որ հիմա է կանգնում եւ Սալավյովին չմոյացնում եք, բայց այդ թուրք հայտնի բլոգերին, ով շատ ավելի մեծ լսարան ունի, քան Սալավյովը, ասեց հատուկ ջոկատայիններ կուղարկենք, եթե Նիկոլի իշխանության ինչ որ բան սպառնա։ Հիմա հասկանում եք, որ դուք ազնիվ չեք, որ ձեզ համար իրապես Հայաստանի ինքնիշխանություն գոյություն չունի, որովհետև եթե Հայաստանի ինքնիշխանություն գոյություն ունենար, ուրեմն դուք հարցեր կունենայիք հրապարակված փաստաթղթի Հայաստան եւ Միացյալ Նահանգներ, որտեղ 46 տարով Հայաստանի ինքնիշխանության մի հսկա հատված, 40 քանի կիլոմետր, տարածքի 74%-ը հանձնվում է Միացյալ Նահանգների եւ դեռ պարզ չի, թե Միացյալ Նահանգները իդեպ գրված է, որ 46 տարով հանձնում ենք, 50 տարի, 46 տարի հետո եւս 50 տարի երկարաձգելու հնարավորությամբ, իսկ դուք վստահ եք, որ Միացյալ Նահանգները օրինակ այդ ճանապարհի Մեղրու միջանցքի, որտեղ Ալիևը եւ Հական Ֆիդանը պնդում են, որ անկախ նրանից դուք ինչ կդնեք անունը Թրամփի ուղի թրիփ թե ինչ, դա Մեղրու միջանցք է, ինչ որ մեկը տունի վստահություն, որ օրինակ Միացյալ Նահանգները չի վերապատվիրակելու այդ ճանապարհի վերահսկողությունը թուրքական որևէ կազմակերպության որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի։ Եկեք գրազգամ,
որ երբ որ կկնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մենք կտեսնենք, որ ինչ որ կազմակերպություններ, որոնք ինչ կապեր ունեն ՆԱՏՕ-ի երկրորդ հզորագույն բանակը ունեցող Թուրքիայի հետ, վերապատվիրակվելու է Միացյալ Նահանգների կողմից այդ ճանապարհի մեր սուվերեն տարածքի վերահսկողությունը, որովհետև ընդամենը վերջերս էր, որ Նիկոլին գովալուց բացի Հական Ֆիդանը հայտարարեց, որ Մեղրու Միջանցքի ողջ փաթեթի ըստ էության տնօրինությունը դա Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ներքին գործն է, բա Հայաստան չկա, այնտեղ որտեղ իր սուվերեն տարածքն է, թե մեր սուվերենության ինդեքսը ընդամենը այն մի պուճուր 26%-ն է, բա ձեն հանեք, բա որտեղ մնաց Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ասես լավ ենք աշխատում, լավ ենք անում ու այդքան ստանալու ենք։ Այս լավ աշխատանքի մասին, էլի ազգային ժողովի նախագահը չէ, դուք էլ հիացած էիք ինչ որ մի փուլում, ինչ էր դրան, իմ էլ արտգործնախարարա, այդ դրա ապաշնոր, սրիկա, դավաճանական աշխատանքի Նիկոլի հետ միասին աշխատանքի արդյունք չէ, որ հիմա Վարդան Օսկանյանը գրում է, որքան ապաշնոր պետք է լինել միջազգային հարաբերություններում, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության հաշվին Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնել երրորդ երկրի տնօրինությանը եւ Հայաստանին հատկացվի ընդամենը 26%։ Գրել է Օսկանյան, այս միջանցքը Հայաստանին իսկ մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածներն Ադրբեջանն ու Թուրքիան են, 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողներին, այսինքն եթե ոչ մի մեխի գլուխ է հետեսվանի գլուխ է, որ դուք տենց սիրում եք, էլի պոլի փայտի չգիտեմ ես իմ ինչ որ դնեին, ես հատուկ Ալենի համար, որ մենք լավ ենք աշխատում, այդ էր լավ աշխատելու արդյունքում երկիրը ծախել եք, հիմա էլ տվել եք թշնամուն այդ միջանցքը, որպեսզի իրանց երկու հատվածներ իրար հետ կապեն, իսկ դուք ինչ եք անելու, այն որ ասում է այն բուլյոնն էլ բանա իրանցա մնալու, էդ էլ չեն տալու, այն տալու են նրան, այդ այն ջուրն էլ չեն տալու, որ դուք խմեք, կարևորը կգնաս, մեկա դու բանա ոնց եղել ես, տենց էլ մնացել ես չտես ու սուտի բան այն ինչա սուտի բոմոնդ են, գրամը, չգիտես աժե ինչ են դրանք, չես էլ հասկանում, էլի են շիշ բռնողով, ալենով, այդ բոլորը ոչ մեծացել են մի սանտիմետր, ոչ էլ չգիտեմ ինչ են եղել, կմնակ այդ նույն աղբը լաբադայի բանի հետ տրժացող ձեր արևին, ու դա էլ երևի հատուկ տարածող, որ իբր թե տեսեք մենք բաների, ինչ կլասի բաների մեջ ենք, հա, ու իբր թե դրան այդ պարգևավճարներին դուք արժանի եք, այդ 200 հոգանոց ձեր այդ ծնունդներին, այդ մոտավորապես դուք պատկերացնում եք ինչ ծախսի մասին է խոսքը, ինչերի մասին է, ձեր հանգիստը, վայելքները, չգիտեմ ինչը, ու այդ էլ մեծ փրթեք, բայց այս մոլորյալ ժողովրդին է ասեք, որ իբրև թե իրենք են հեղափոխություն արել, իբրև թե իրենք են ճանապարհել Սերժ Սարգսյանին, իբրև թե նախկիններին իրենք են ճանապարհել ինչ որ հարցում հաղթել են, այբր թե այդտեղ դուք եք կարևոր, որտեղ բոլորդ պայքարող եք ու վարչապետ եք, բայց այսօր են որ միլիոնների հարց է եկել $20,000, չգիտեմ քանի $100,000 3 միլիարդի մասին խոսակցությունը, այդ ասում մերն է, այդ արդեն դուք ու մեզ հասնում է, ու մեզ հասնում է, դուք չգիտեմ ով եք։ Այո, ես նորից ուզում եմ անդրադառնալ Մեղրու Միջանցքին, այո, այստեղ Հայաստանը ոչինչ չի շահում, Հայաստանի ինքնիշխանությունը տուժում է, մեր ինքնիշխանությունը դարձավ մեր ինքնիշխանության ինդեքսը 26%, այդ միջանցքը Ամերիկային էլ ընդհանրապես պետք չի, եւ դրա համար շատ անկեղծորեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ալիևը տա իր տարածքից, չէ՞ թե սպասեք, մի դες նվեր թող չտա, թող մեր տարածքից դուրս գա։ Արցախ էլ չենք ասում, Հայաստանի Հանրապետության տարածքից, վատարել եք ամբողջ տարածքը նվիրել եք, թշնամուն ինքնիշխանությունից խոսող մեծագլուխ հայվան, այն համեկում նստած մեծագլուխ, առյուծի բաժին համապատասխանման տակը տարած բոմժ, բա մի հատ խոսի տեսնենք ես մեր ինքնիշխանությանը ոտնահարող իբր Սալավիովից այտենց հուզված, այնքան հուզվել է վախենամ նորից գնամ մտնի են առյուծի վանդակ, մի հատ հələ խոսի տեսնենք, ես մեր տարածքը որ sense նվիրաբերել են, բա Հայաստանի Հանրապետության տարածքների մասի, բա չի չեք հիշում Տիկին Զորաբյան։ Հայաստանի Հանրապետության տարածքներում այսօր նստած է ադրբեջանցին, ինչի՞ չեք խոսում։ 1 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները եւ երբ որ նորից հիշացնեմ, Կանադայի դեսպանը Ալիևին հարցրեց Ադրբեջանում
Հայաստանը խնդիր է դրել, որ դուրս գաք այդ տարածքներից, ինչ պատասխանեց Ալիևը, ասեց խոսքը վերաբերում էր տվյալ դեպքում ջերմուկի դիրքերի մասին, ասեց մենք մեր տարածքներում ենք, մենք այնտեղ ենք, որտեղ պիտի լինենք եւ մի միլիմետր մեկ հետ չենք գնալու, բայց ես մի խնդրել եմ ուզում անդրադառնալ։ Չէ, բա որ այս տարածքները բանը սենց սիրուն նվիրաբերում, ինչի գերիներին չես բերում։ Հա, գնացել ես հրճում ես իբր թե Թրամփը, իբր քո հորարևին ինչա։ Ուր են բա գերիները։ Բա ինչի Հայաստանի Հանրապետությունից այդ մարդկանց չես, բանը ադրբեջանցիներին չես անում, այսքան բան տալիս ես։ Եվ նաև մեր գերիների մասով էլ ես չգիտեմ ես հիմա ում եմ ահազանգում, որովհետև դուք գիտեք, որ Բաքվում կարմիր խաչ այլևս չկա, նախ դուք գիտեք, որ մեր ռազմագերիներին կատեգորիկ հրաժարվում են ոչ միայն տալ Աստվածաշունչ, երբ որ մեր ռազմագերիները խնդրում են Աստվածաշունչ, ոչ միայն նրանց չեն տալիս, այլև շատ դաժան բան պիտի ասեմ, մեր բոլոր այն գերիների ձեռքերին, որոնց վրա որպես տատու եղել է խաչ, այդ բոլոր տատուները այրել են, այդ վիժվածքները, այդ հանցագործները, բոլոր խաչերը, որ գերու ձեռքին կամ կրծքավանդակին կամ այս դաստակին եղել է խաչ, այդ բոլոր ուրեմն դաջվածքները բոլորը այրել են, ավելին մեր ռազմագերիներին հնարավորություն է տրվում շաբաթը մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ ընտանիքի հետ, ուզում եմ, չգիտեմ ում եմ ահազանգում, բայց ընդհանրապես ուզում եմ այս հարցը եւս բարձրացնել, որ Ռուբեն Վարդանյանի դեպքում այդ շաբաթական մեկ ռեժիմը պահպանված չէ եւ Ռուբեն Վարդանյանին շատ ավելի խստացված ռեժիմով են պահում եւ կապը ընտանիքի հետ շատ ավելի լրջագույն բարդությունների միջով է տեղի ունենում։ Այսքանը Տիկին Թովմասյան, ինչ ասեմ, անընդհատ ինչ որ խնդիրների մասին ենք խոսում եւ միանում եմ Տիկին Թովմասյանի կոչին, նորից ուզում եմ դիմել Նարեկ Սամսոնյանին հացադուլը դադարեցնելու հորդորով։ Եթե բնականաբար չէ adekvat իշխանություն ունենալու կամ մարդիկ իշխանության մեջ, որոնք այսքան կարեկցանք, էմպաթիա բառը չեք հասկանա, դրա համար բացատրեմ, կարեկցանք, ապրումակցում ունենալու դեպքում կամ միջազգային նորմա այսքան հարգելու դեպքում իմաստ կունենար, որովհետև ի վերջո հացադուլը դա բողոքի ծայրահեղ միջոց է, բայց սա ուղիղ դեպի մահ ճանապարհ է, որտեղ մենք տեսանք 44 օրյա հացադուլից հետո մահացած լրագրող խմբագիր Մհեր Եղիազարյան եւ մենք տեսանք Արմեն Գրիգորյան, ով արգելել էր իր փաստաբաններին խոսել իր առողջական խնդիրների մասին, չնայած քրեակատարողականը տեղյակ էր, որ նա լրջագույն խնդիրներ ունի եւ ես չեմ ուզում, որ Նարեկի առողջական խնդիրները այնքան վատանան, որ դրանք այլևս դառնան անդառնալի։ Եվ քիչ առաջ էր ասեցի դրա մասին, իմ հյուրերը ինչքան ուզում այսպես խելոք լինեն խոսեման, միշտ ժողովրդական իմաստնությունը, ճշմարտությունը գալիս եւ ամեն ինչ շատ ավելի հզոր է եւ շատ ավելի ուժեղ է։ Արշավը պղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակում է, 3 գրոհեր կազմակերպել Չարենցավանում, պատարակ տեղի ունեցավ եւ ինչ էր ասում անհայտ կորած զինվորի մայրը։ Ես կարծում եմ այստեղ լսելուց հետո անգամ մեկնաբանությունները ավելորդ են, որտեղ ավելի ճշգրիտ, ավելի հուզական, ավելի կոնկրետ, ավելի սթափ, գնահատական, ավելի թիրախային, դժվար թե ինչ որ մեկից մենք կարողանանք լսել։ Խնդրեմ։ Մի քիչ են կողմ գնացեք, աթոռով դիգա։ Ուզում ես ասնեմ դուրս Ես ներկայանամ 44 օրյա աղետալի պատերազմի հետևանքով անհայտության մեջ գտնվող իսրայելյան վարուժանի մայրն եմ։ Ու այսօր այն չարիքը, ով որ հենց մեղավորն է իմ երեխու անհայտացման միջևորս, որից 5 տարի ման եմ գալի, բազմիցս հանդիպել եմ իրեն, այսօր այստեղ է եկել է բախտի այն միակ տեղը, որտեղ ես 5 տարի մշտական մխի քաղաք եմ առել, որտեղ որ 5-6 տարի առաջ չոք աղերսել եմ, բոլոր դուրս եկող հավատացյալները կվկային, որ ես տեղի հավատացյալ եմ եղել, հենց քահանան ինքը կվկայի, որովհետև իմ բոլոր տան միջոցառումներին մենք միջոցառում չենք անում, այսինքն այդ միջոցառումը կլինի իմ երեխու ծնունդը, ինքը միշտ իմ ընտանիքի կողքին է եղել, ու ես ափսոսում եմ, որ ստիպողաբար այդ երեխեն են գնաց այս քայլին։
Այո, քահանան արտակարգ մարդ է, երեխեք։ Ես իրան ընդունում եմ իմ երեխու տեղ։ Ես իրան ավակ քույր կարամ լինեմ։ Ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել, իմ բոլոր ցավերին ականատես ա եղել, իմ բոլոր վատացումներին ականատես ա եղել։ Ինքը միշտ ասում էր, ես քո արդյունքը չեմ կարող տեսնեմ, այցակուր։ Ու հիմի այս երեխան ստիպված եղնում այս ամեն ինչը, չգիտեմ ինչի համար է եղնում, ինչ եղնում, ինձ չի հետաքրքրում։ Ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել։ Ինձ ամենակիչն է քաղաքականությունը հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն երեխան։ Անես չի որ ես եկել եմ պաշտպանելու Գարեգինին։ Ոչ, Քավրիցի, ես Գարեգինին եմ, ու մտածել ես հարցով մեր երեխեքի ոչ մի բան չի արել։ Նույնը, նույն մյուսները։ Ինչ վերաբերվում է Արելա, որ չաներ, այսօր սրբազանները փակված չեն լինի։ Բոլորս գիտեք, որ ինքը ունի զավակներ, տղա աղջիկ։ Ունի տղա աղջիկ, այդ նույն տղա Քյարամյանը, որը որ կոծկեց մեր երեխաների գործերը 5 տարի, որ մենք հիմի չենք կարող մեսի երեխուն ճարեն, բացայտեն ճակատագիրը, իր տղայի թեթե գործով ա եղել, ձեռքով ա եղել։ Ինքն արել այս գործերը իրանք են ծածկադլփոց արել։ Նիկոլ Չելուկի հետ միասին։ Էլ չգիտեմ ինչ ասեմ։ Ասում եմ, այն մի հատ տեղը, որ ես ամեն Կիրակի բոլորը կհավաստիացնեն, բոլոր եկեղեցու դուրս եկած հավատացյալներ։ Նախստեղ 50% չկա հավատացյալից, բոլորը շինց ու բերվածներ են։ Ես ամեն Կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն Կիրակի կնկարեմ, ուղարկեմ այն դեմքերը, ովքեր որ իրոք հավատացյալներ են ստեղի։ Այստեղ շինց ու բերվածներ են։ Այստեղ 50% լինի մեր հավատացյալներից, թե չլինի։ Այդ մարդիկ էլ եկել են իրանց աղոթքի համար, ես ոչ մեկին չեմ կարող, լավ են արել, մեր եկեղեցին մենք պիտի պահենք։ Նաև ասեմ, այս եկեղեցու զանգը, որ կախել է իմ տեքոր տղան, որը 20 թվականին զոհվել է, էլի Նիկոլի թեթև ձեռքով Ջաբրայիլի զինվորայել Հադրութի վերին թաղավեր հատվածում երեխան զոհվել է։ Այս պահին Ղափանում հողարկավորած է Հարությունյան Զորիկ։ Ես ամեն ինչ փաստացի եմ խոսում։ Այսինքն դու ոնց ես եկել, այն եկեղեցին մտել, երբ որ այդ ամեղ երեխաները այդ զոհբանը կախել, զանգը կախել, դու այսօր եկել ես էտել պղծես, ստոր, անիծվես, դու քո 7 պորտով անիծվես, մեկը որ եկեղեցին էլ գնաց, քո մեղքը այնքան շատ է, դու չես մաքրվելու, դու պիղծ ես, դու սատանա ես։ Ես ամեն Կիրակի չկա, տենց կլինի ուշ ժամի խոքում, կլինի զատի, կլինի ինչ կլինի, յուրաքանչյուրին կարակ հարցնել։ Ես ստեղի հավատացյալ եմ, ես գիշերուց հետեք ստեղ չոքած աղոթք եմ արել, ես պատերազմի ճարապաստիկ լուրը, որ լսել եմ, որի մեղել են ան այդ կորած արել, ես եկեղեցում եմ եղել, հասկանում եք եկեղեցում չոքած աղել սերուց եմ եղել։ Էդի միակ մխիտ արանքն ա եղել, ես իմ Աստծուն խնդրում եմ, որի մեր խոս մի բանի լուր տան, բայց ես չարիքը եկավ ես էլ անիցես, բայց ես հիմա ուր գնամ, ես չարիքից հետո ուր գնամ, ես ուղղակի պիտի խնդրեմ Գարեգինի, որ բերի մաքրման աշխատանքներ տանի, որ ես նորից կարողանամ մտնել իմ եկեղեցին։ Ասում եմ, պիտի խնդրեմ Գարեգինի, որ բերի քահանաների, իրոք քահանաների, բերի մաքրեն այս չարիքը, մաքրման աշխատանքներ անեն, որ ես կարողանամ մտնել իմ սուրբ եկեղեցին, ու իմ Աստծուց խնդրեմ իմ երեխու համար։ Այսքանը, ինչպես ասում են, մեկնաբանությունները ավելորդ են, շնորհակալություն։